Mama, Արի, մտա։ Բերել եմ Մեսրոպին սասես խաղասրահը, ընկերուհուս հետ պետք է հանդիպենք, ամենահարմարներից է, որ հենց սուրճը կարող ես բատուտի մոտ խմել, հենց աչքիդ առաջա, բացա, մեծատարածք է, այն որ ամեն ինչ կարող ես հանգիստ տեսնել։ Հիմա սպասում ենք մինչև ընկերուհիս գա, Մեսրոպն էլ այդ ընթացքում ես խաղերով եմ զբաղեցնում, որ հետո մտնի բատուտ, շուտ չհոգնի։ Ուրեմն իմ ձեռքինը մի հատ շատ կարևոր թուղթ, գիրքը, որ շատ երկար ժամանակ փնտրում եմ եւ վերջապես Wildberries-ում գտա, եւ Մեսրոպի ջրի շիշը։ Պետք է սկսեմ արդեն կարդալ, ասեցի եւ բացեմ եւ նաեւ ձեզ ցույց տամ, գիրքը դեռ ցույց չեմ տա, մինչեւ չկարդամ եւ իմ կարծիքը չարտահայտեմ, բայց այն, որ ես շատ էի ուզում այս գիրքը, դա միանշանակ է։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ նմանատիպ գրքերը, որոնք հոգևոր կերպով լցնում են, հա, ուղեղդ միտքդ, լինեն ամբողջությամբ, քո ընտրությամբ, այսինքն ուսումնասիրես գրողին եւ այլն, եւ ինչ վերաբերվում է գրողին, երկար ժամանակ է հետևում եմ, երկար ժամանակ է ուսումնասիրում եմ իրեն եւ շատ հավանում եմ, ու որ ամենակարևորն է, շատ վստահում եմ այս առումով, դրա համար որոշեցի պատվիրել կարդալ այս գրքի շարունակությունը եւս կա, բայց դա միայն on-line է եւ մի փոքր ավելի թանկ է։ Ես կարծում եմ, որ սա կարդալուց հետո կորոշեմ, կգնեմ այդ գիրքը, թե ոչ, եւ կկարդամ on-line, թե ոչ։ Նախ առաջին պատճառներից ոչ թե նա էր, որ արժեքն էր բարձր, հիմնականում ամենագլխավոր պատճառը նա է, որ ես հեռախոսի մեջ շատ չեմ կարողանում ժամանակս հատկացնել նստել եւ կարդալ, ինձ համար շատ դժվար է, ինչքանով որ զարմանալի է, ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որ հեռախոսով չեն կարողանում շատ երկար զբաղվել եւ ինձ դա հոգնեցնում է։ Ուրեմն ինչ էի ուզում ասել մինչև գրքին անդրադառնալը, ինչու է Մեսրոպի համար նոր շիշ պատվիրել, որովհետև ինչպես հիշում եք, մի քանի երևի 2-3 ամիս առաջ Մեսրոպի համար նոր շիշ էի պատվիրել Wildberries-ից եւ ընտրել էի չափով մի փոքր ավելի մեծ, չգիտեմ, ավելի հարմար եւ այլն, բացելու այս կոմենկոմ։ Եվ վիդեոյի սկզբում, վլոգի սկզբում, որտեղ ասում եմ, որ մենք գնացել ենք խաղահարաբարակ, Մեսրոպի պայուսակը հագուստով եւ ջրի շշով ըստ իմ հիշողության ես թողել եմ, բայց ընկերուհիս ասում է, որ գողացել են, բայց քանի որ վստահ չեմ ուզում ասել եւ պիտակավորել ինչ որ մեկին, որ գողացել է երեխայի պայուսակը։ Տարել եմ այնտեղ հանել եմ պայուսակից հագուստ եմ փոխել Մեսրոպին, որպեսզի բատուտում ավելի հարմար խաղա եւ դրել եմ այն աթոռի վրա, որտեղ որ մենք պետք է նստենք, 2 անգամ տեղափոխվել ենք ես եւ Մեսրոպը եւ ինչն է հետաքրքիր, որ իմ հիշողության մեջ ես պայուսակը վերցրել եմ, իմ վերարկուն վերցրել եմ, Մեսրոպինը վերցրել եմ եւ տարել եմ դեպի բատուտի կողմը, որովհետեւ մենք մի փոքր ավելի շուտ էինք հասել, քան իմ ընկերուհին եւ այդ ընթացքում մենք հասցրել էինք ուտել, ես լցոնած կարտոֆիլ էի ուտում, Մեսրոպը ինչպես միշտ ֆրին էր ուտում իր եւ այդ ընթացքում մենք ուրիշ սրահում էինք նստել ու ցավոք սրտի, որ փոխեցինք մեր սրահը, արդեն այդտեղից դուրս գալուց հետո ես նոր տաքսիում նկատեցի, որ պայուսակը Մեսրոպի չկա։ Այն էլ ինչու ուշ նկատեցի, որովհետև ընկերուհիս, որ եկել էր Մեսրոպին տեսնելու, քաղցրավենիքներ էր իր համար բերել եւ ես այդ տոպրակը գունավոր իմ ձեռքին ոնց որ ավել, քանի որ վեշ կար իմ ձեռքին Մեսրոպի որպես պայուսակ, դա իմ ձեռքին ա եղել եւ ինձ թվացել է, թե հենց այն ծանրությամբ, որ եկել եմ ենթագիտակցորեն, այդ ծանրությամբ էլ գնում եմ եւ այդ տոպրակի ծանրությունից, այսպես ասած, չեմ հասկացել, որ պայուսակը ձեռքից չէ, իսկ Մեսրոպի պայուսակը այնպես չի թեթև է, որտեվ հագուստը մեջ է լինում, ջրի շիշն է մեջ է լինում
լինում այն ինչ-որ խաղալիքը տանից վերցնում, առավոտյան պայուսակի մեջ եմ դնում եւ այլն եւ այլն։ Այդպես, բայց հստակ հիշում եմ, որ վեր կենալուց, երբ որ արդեն վեր եմ կացել աթոռից, իմ պայուսակը արդեն այնտեղ չի եղել, Մեսրոպի պայուսակը, այսինքն այնտեղ չի եղել, որովհետև Մեսրոպի պայուսակը բավականին գունավոր է եւ հաստատ կտեսնեի, որ վեր կենալու ժամանակ կտեսնեի, որովհետև մենք այնքան ուժամի այնտեղից դուրս եկանք, որ բավականին քիչ մարդիկ կային եւ հնարավոր չէր չնկատել, էլի իրերը շատ չէին։ Հետո իհարկե զանգեցի, ամենավատը նաեւ որ ՍԱՍ-ի խաղահրապարակի այդ հատվածը կոնկրետ առանձին համար չունի, այսինքն այն համարը, որ գրված է անհասանելի է անընդհատ գոյություն ուղղակի չունի, ոչ ոք չի պատասխանում, ստիպված զանգել էի ՍԱՍ-ի առաքման կետ գիշերը, ասեցին, որ փակ է եւ գոնե առաքիչների հետ չեն կարող կապի դուրս գալ, հետո զանգեցի առավոտյան, ասեցին ավելի լավ կլինի մոտենաք, բայց ես չէի կարող աշխատանքի վայրից հասնել այնտեղ եւ տեսնել վերցրել են թե ոչ, դրա համար որոշեցի, որ շալվար է եւ վերխնամեսրոպի ու ջրի շիշը, ինչ որ արտառոց, չգիտեմ ինչ չկար, եթե իսկապես ինչ-որ մեկը վերցրել է, ուրեմն իրեն անհրաժեշտ է եղել, որ վերցրել է, թող բարով օգտագործի, դժվար չէ, ես նորից իր մյուս պայուսակ, 3 պայուսակ ունի Մեսրոպը, եւ ես փող լվանալով եւ այլն մեծ փոքր անելով իրար հետ դնում էի, այնպես որ ով էլ որ վերցրել է, եթե վերցրել է իհարկե, թող բարով օգտագործի, հաստատ պետք է եղել, որ վերցրել է, չեմ կարծում, որ մարդը ինչ-որ մի բան վերցնի, եթե իրեն հարկավոր չլինի եւ գողանա ուղակի լավ օրից։ Այնպես որ շատ ասեցին փնտրիր, գնա, գրի եւ այլն, ես այդ առումով շատ թեթև եմ այսպես նայում եւ ասում եմ փառք Աստծո, եթե հնարավորությունը կա նոր գնելու կամ եթե հնարավորությունը կա ուրիշ օգտագործելու, պետք չի ընկնել այդ ամենի հետևից։ Եվ այդպես հիմա այդ շիշը շատ արագ, որ ավելի շուտ կհասներ, պատվիրել էի, իրական ուրիշ բանի համար էի շիշը պատվիրել եւ այդ հետո նկատեցի, որ այդ շշի վրա գրված է ՄԲ, Մեսրոպ Բաղդասարյանի Մեսրոպի անուն եւ ազգանունի տառերը եւ ասացի լավ, փոքրիկ է, ավելի հարմար է մանկապարտեզի պայուսակի համար, թող այդպես հենց այդ շիշը օգտագործի։ Իհարկե կփոխեմ, որովհետեւ բացելու այդ սկիզբը, որ բացվում է կրիշկան, շատ դժվարությամբ է բացվում։ Մեսրոպին այդքան էլ հարմար չի ինքնուրույն խմելու, անդադ տանջվելու այդ բացելու process-ը, բավականին դժվար է բացելը եւ ինձ թվում է շուտ էլ կջարդվի, որտեւ դժվար է բարձրանում։ Այնպես որ կարծում եմ այս անգամ նուկի շշերից որևէ մեկը կպատվիրեմ կամ էլ Happy Baby հին շիշը, որը մի անգամ պատվիրել էի, էլի շատ գոհ էի, ինքը չի թափում, էլի պայլնիկով է։ Երևի կարծում եմ այդ շշերից կպատվիրեմ Wildberries-ից, տեսնենք ինչպես կստացվի։ Դա այս շարքից ուզում էի դրա համար մանրամասնել, ասել էի, որ վլոգը կտեղադրեմ ամսի 26-ին, բայց շուտ կտեղադրեմ, իսկ 26-ից հետո արդեն առանձին վլոգ կտեղադրեմ, հնարավոր է մի փոքր ավելի կարճ, բայց շատ կարևոր եւ շատ լավ ինֆորմացիա եւ Աստված տա, որ ամեն ինչ նորմալ լինի եւ իմ պլանավորածի պես լինի, եւ ես ամենը կտեղադրեմ եւ կկիսվեմ ձեզ հետ։ Լողացել եմ, պատրաստվում եմ վաղվան, հիմա պետք է մազերս չորացնեմ, ֆենեմ չորացնենք, կարծես թե ինչ-որ ուրիշ մեկն է անում, ես չեմ անում։ Ուզում էի Մեսրոպի նոր հագուստը ցույց տալ, որ մայրիկս ուղարկել էր։ Էլի բաներ կան, որոնք պետք է ցույց տամ, ուղղակի համ տարածքում չի այստեղ, համ ասեցի ընդհանուր ինչ որ կա այս պահին Մեսրոպի հագուստներից ցույց տամ եւ անցնենք առաջ, մնացած իմ իրերը, որոնք որ պետք է ցույց տամ, մի փոքր այլ կոնտեքստի իրեր են, դրա համար ուրիշ վլոգում կտեղադրեմ անպայման։ Ուրեմն, Մեսրոպի համար այսպես գիշերազգեստ։ Մոս, ինչ ես անում։ Հա? Հա։ Այսպեսի գիշերազգեստ։ Շատ փափուկ մատերիալ ունի։ Մի քիչ մեծ է, այս անգամ սա չեմ ուղարկի մանկապարտեզ, դեռ կթողնեմ։ Անգամ էլի երկու հագուստ ունի, որ նվեր էր ստացել, նոր է, եւ էլի չեմ հագցնում մանկապարտեզում, որովհետեւ իր այս հագուստները, որոնք որ գնել էի նախապես, կհիշեք ցույց եմ տվել, կապան գնալուց առաջ գնել էի մի քանի հագուստ, սա Gloria Jeans-ից է, սրա բաց մոխրագույնն էլ ունի, սա մուգ մոխրագույն է, սա 104 է, կարծում եմ
իրա վրա շատ լավ կլինի, սա մի քիչ եղանակը բացվի, նոր կհագցնեմ հիմա, որովհետև այդքան էլ հարմար չէ այս եղանակին հագցնել։ Եվ այս գեղեցիկ սվիտերը։ Իսկական տղամարդու են վերխերը, որ լինում են, սիրում, որ հագնում են կուլտուրական։ Շատ եմ սիրում բազային հագուստներ։ Այնպես որ հաստատ հաճույքով հագցնելու եմ Մեսրոպին, սա Մեսրոպի համար իր ռետուս կա։ Այսպես տնային հագուստ ինձ համար։ Կարող չի եղում նկարել։ Այսպես տաք հագուստ։ Դեռ չեմ բացել, որովհետև դեռ չգիտեմ երբ կհագնեմ այսպիսի նասոճկաներ, այս փափուկ նասոճկաները շատ լավն են։ Այ սրանք շատ լավն են, շատ փափուկ են եւ եթե հագնում ես, իսկապես կարիք չկա տանը հողաթափ հագնելու։ Հա, եւ հողաթափերս մոռացա ցույց տալ, ամենակարևորը։ Ամսի 2-ին տեղափոխվելու եմ իմ բնակարան արդեն։ Մոս, ի՞նչ ես անում։ Տեղափոխվելու եմ իմ բնակարան, այնպես որ արդեն այնտեղ կհագնեմ։ Գնանք սուրճ խմենք։ Մոս, ինչ եղավ, գյոն։ Մեսրոպին էլ լողացրեցի, մի քիչ շուտ լողացրեցի, չեմ ուզում քնեցնել, ահա որ մառախուղ ա իդեպ։ Չեմ ուզում քնեցնել, ուզում եմ թողնել, որ հոգնի, որ 8:30-ին գոնե քնացնեմ, վաղը պետք է մի փոքր շուտ արթնանանք, որովհետև ես շատ կարևոր գործեր ունեմ անելու վաղը առավոտյան, այնպես որ հիմա միացև սուրճ խմեմ, ահա որ սուրճի այսպես կարիք եմ զգում, այս հետաքրքիր գիծը չգիտեմ ինչու է, բոտեքսը դե ամեն դեպքում եթերում է, բայց այս գիծը չի անցնում, մոռացել եմ գրեմս լողանալուց հետո քսել հիմա, դեմքիս խնամքը կանեմ, բայց սուրճս կխմեմ նոր, որովհետև այս պահին շատ ուզում եմ սև սուրճ խմել, առավոտյան տաք կակաո եմ խմել, դրա համար հիմա սև սուրճ չեմ խմել, դրա համար հիմա այսպես շատ ուզում եմ սև սուրճ խմեմ եւ կարծում եմ այսքանով վլոգը կավարտեմ, կմոնտաժեմ, կտեղադրեմ, իսկ ամսի 26-ի, այսինքն վաղվա իմ վլոգը, որ ասացի վաղը կտեղադրեմ, վաղը արդեն կարծում եմ կհասկանամ, տեղադրելու եմ, թե ոչ ամսի 26-ին, այնպես որ վաղը ամբողջով կկիսվեմ ամբողջ ինֆորմացիայով։ Այս բան այսքանը, այս վլոգով ասում եմ ձեզ առայժմ, մինչև կհանդիպենք մյուս վլոգում։